Kazanki. Olmaz. Benim mesleğim. Առաջին քրիստոնյա ազգի մոտ լինեն, ասենք, 3 սրբազաններ կանոնավորված ու այսքան քաղբանդարկյալ ընդհանրապես ունենալ իհարկե շատ ցավալի է։ Հույս ունեմ, որ օր առաջ ազատության մեջ կլինեն, իմիջիայլոց այսօր տեսակցել ենք նաև ես եւ Աղոն Վարդանյանը, տեսակցել ենք սրբազան հայրերին, Միքայել Սրբազան Աճապայանին եւ Վագրատ Սրբազանին։ Մոտ 2-3 ժամ անցկացրել ենք նրանց խցում, խոսել ենք, զրուցել ենք, ստեղծված իրավիճակի հետ կապված ու իսկապես մենք ենք ավելի այսպես մեծ էներգիայով դուրս գալիս այնտեղից, որովհետև իրանց մոտ բացարձակ չկա հուսահատություն, հուսալիքություն, բայց իհարկե ցավալի է այս այսպես բոլորի ամոթն է, որ նման իրավիճակում են գտնվում։ Պարոն Քոչարյան, սրբազաններն արդյոք դեպքերին այնպես Վարշավի ժամանակի մասին, որը գնացել է Նիկոլ Փաշինյանի կողմը եւ որը մասին արդյոք խոսել են։ Կարծում իրենց հայտարարությունը շատ բարձր սրա մասին ասում էր, շատ գնահատականները ճշգրիտ էին, ուղիղ էին, այս մասով իհարկե խոսել ենք եւ այստեղ նորից իրենց մտահոգությունն էին հայտնում, վրդովմունքն էին արտահայտում այդ ամեն ինչի հետ կապված։ Գիտեք, մարդիկ ի վերջո կալանավորված են հենց իրենց կարծիքի համար, իրենց կարծիքի մասին բաց ազատ խոսելու համար, իրենց խղճով առաջնորդվելու համար են չէ կալանավորված, այսինքն իրանց հենց այնտեղ գտնվելու ինքնին փաստը վկայում է նրա մասին, իրենց կերպարի մասին, որ չեն ենթարկվել ճնշումներին, չեն ենթարկվել տարատեսակ ինչ-որ հնարավոր կոմպրոմատների ու մնացածի եւ այսպես խղճի բանտարկյալներ են, բայց իրականում այնտեղ գտնելով շատ ավելի ազատ են իսկապես, սա ինչ-որ կլիշե է դառել ասել, բայց իսկապես շատ ավելի ազատ են, քան շատ ուրիշ հոգևորականներ կամ ուրիշ ոչ միայն հոգևորականներ, ովքեր բանտախցում չեն։ Քանի որ մենք նախորդի վեր տեսնենք, որ նախորդ տարիներին օրինակ ամանորին չի հեռացվել տեղափոխել ուղերձը։ Կարելի է ենթադրել, որ այդտեղից է ստացվել Վարշավայից։ Դեք կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ այս իշխանություններին այսպես հավաքական ժողովուրդը, մեր ժողովուրդը կթույլատրի այդ ամեն ինչը շարունակել։ Այդքան էլ շարունակվելու է, ինչքան կարողանան, այնքան անելու են։ Ինչպես որ Ադրբեջանն է, ինչքան կարողանում է խլում, տանում է տարբեր ձևերով Հայաստանից, այնքան էլ իրենց կարելի ասել դրացոնները այստեղ ներսում են այդ ամեն ինչը անում։ Այսինքն շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև որ քանի դեռ իրենք կան։ Ես չեմ հավատում, որ իրենք մի օր այսպես արթնանալու են ու ասեն, վայ, այս ինչ վատ բաներ ենք անում, էլ չանենք։ Չէ, սա կոնկրետ ծրագիր է իրենց կողմից, մենք տեսնում ենք, բավական հետևողական, որը իրենք շարունակում են ու անելու են այնքան ինչքան ստացվի իրենց մոտ։ Քոչարյան տարբեր գնահատականներ են հուշում եւ հուշում են Նիկոլ Փաշինյանը հայրապետական պայքարում եւս Ոչ, ես դա այդպես միանշանակ չեմ գնահատում, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է մնալ, պաշտոնավարել եւ 10 եպիսկոպոսների ինչքան էլ որ ցավալի էր այն պատկերը, որը մենք տեսանք, բայց միևնույն է դա չի ամբողջ հայ առաքելական եկեղեցին եւ ես դա այդպես չի որակի։ Պարոն Քոչարյան, ձեր ընտանիքում այսպես քննարկվեց կառավարության կայքում հրապարակված Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հաստատվելը հայկական ժամանակը օրինակ որպես բանակցությունների այսպես հաստատում։ Այո, եւ ինչ եթե քննարկվել է, ինչ խոսակցություններ են եղել, եթե գաղտնիք չէ։
Չէ, տեսեք, նախ Բարբերաբար մեղադրում է նախկին նախագահներին բանակցությունները տապալելու եւ այլնի մեջ։ ինչից է ընդհանրապես այս ամեն ինչը սկսել, հաստատող հրապարակելու պահանջը, եթե կհիշեք, սկսվեց նրանից, երբ որ կոչ արեց նախկին նախագահներին բանավիճելու, այս կողմից բնականաբար այդ մերժվեց այդ առաջարկը եւ կոչ արեցինք մենք բոլորս, որպեսզի հրապարակի փաստաթղթեր եւ արդեն դրա արդյունքում բարձ կլինի, որ բանավիճելու բան չկա, որտեղ ըստ իրեն, ըստ Նիկոլ Փաշինյանի պետք էր բանավիճել նրա շուրջ, թե ով է Արցախը հանձնել, այսինքն այս աբսուրդի շուրջ եւ կարծում եմ նախ 19 թվականի հրապարակված փաստաթղթը շատ լավ ցույց տվեց, որ Արցախը կարող էր ունենալ եւ դա փաստաթղթով ֆիքսված էր ինքնորոշվելու իրավունք Ադրբեջանից դուրս։ Ինչքան էլ փորձեն մանիպուլացնեն, ինչ էլ անեն, միևնույնն է, դա սեղով գրված է սպիտակի վրա։ Ինչ վերաբերում է մի պարբերություն կար, չէ, գրած էր Մեղրին փոխանակելու հետ կապված, Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու հետ կապված ու այդ դրական այդ պարբերությունում մեջ են բերել հայկական ժամանակի, որը պատկանում է Նիկոլ Փաշինյանին, հոդվածը, որը իրենք հրապարակել են 2008 թվականի նախագահական ընտրություններից 10 օր առաջ, այսինքն ամբողջությամբ այսպես քարոզչական, հակաքարոզչական նպատակով։ Հասկանում եք, այնքան անլուրջ է, էլի, չես հասկանում, լավ, ոնց կարա մարդ լինելով երկրի ղեկավար, այս կարգի հիմարի ու էշի տեղ դնի, շատ կներեք մեր ժողովրդին նման բանալու։ Իսկն դու հրապարակում ես քո սեփական թերթից հոդված, անհասկանալի, ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում։ Այն դեպքում, որ 99 թվականին սկսված բանակցությունները Մեղրիով ճանապարհ տրամադրելու շուրջ իր հանգուցալուծումը վերջնական տեսք ունեցել է Քիվեստում։ Եվ դրա համար մեր պահանջն էր, որ հրապարակի Քիվեսյան փաստաթուղթը։ Իսկ այն, որ ասում են, որ դա չկա, ես օրինակ չգիտեմ, իրանք դիմել են, ասենք թե չկա, չգիտեմ ինչի պատճառով չկա արտաքին գործերի նախարարությունը։ Ես համոզված եմ, որ դա ունի եւ Ռուսաստանի Հանրապետությունը, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ Ֆրանսիան, եւ ԵԱՀԿ դեպոզիտարիան միանշանակ կա։ Այսինքն իրանք փորձել են դա ունենալ, թե չէ։ Որովհետեւ բացարձակապես նորից ուզում կրկնել, որ չկարողանան հիմարի դնել մեր ժողովրդին։ Մեղրին փոխանակելու տարբերակ նման բան չի եղել։ Իսկ գուցե պարոն Քուչարյան, հասկանում եք, խոսք է գնացել ճանապարհ տրամադրելու մասին, որի դիմաց Արցախը դառնում էր Հայաստանի մաս։ Եվ սա ու ինչի նաև դա երևի անում, որովհետև իրենք հիմա փաստացի ճանապարհ են տրամադրում, ոչնչի դիմաց կարելի է ասել։ Այսինքն անհամեմատելի է, չէ՞, ինչ էր այն ժամանակ, ինչ էինք մենք դրա դիմաց ստանում ու ինչ հիմա։ իսկ միգուցե դա չլինելը հենց պատահական չէ, որովհետև մենք հիշում ենք կես տարի առաջ որ Փաշինյանն ասում էր, որ այ տարբեր տեղերից են մտնում, մեկը Սառնարանի վրա, մեկը կոնդիցիոների մեջ, այսպես։ Մեկն էլ հայկական ժամանակից, հա։ Ու բարձվում է, որ հիմա չկա այդ Քիվեստյան, հա, արձանագրությունները։ Արդյոք նախկինում ասած անոնց չէր, որ հիմա դա չկա, դա են հրապարակել։ Միգուցե, ես չգիտեմ, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի կառավարությունը եթե ուզենար այդ փաստաթուղթը ունենար, ես չեմ հավատում, որ չէր կարող ունենալ։ Ես նշեցի 3-4 սուբյեկտի ում դիմելուց իրենք վստահաբար դա կարող են ունենալ։ Ու կարծեմ քիչ առաջ նաև Արտուր Խաչատրյանն մեր պատգամավորներից որոշ մաս հրապարակեց այդ փաստաթղթից, որը հստակ ցույց է տալիս իրանց ասացի հերթական սուտ լինելը։ Եւ նաեւ իրենց այս падգամավորների, հա, 3 այդ հրապարակումներից հետո միանգամից, ահա, Մեղրին նույն այս հիմար խոսակցությունները։ Շատ ցավալի է։ Շնորհակալություն։